Ֆուտբոլը մեզ սովորեցնում է սիրել, ատել, ուրախանալ, տխրել, բայց ամենակարևորը ինչ սովորեցնում է մեզ ֆուտբոլը, դա անվերջ պայքարելն է։ Պայքարել և հավատալ, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է նորից Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը և ես եկել եմ խոսելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղերի մասին։ Չեմպիոնների լիգան նորից եղավ շատ դրամատիկ, հետաքրքիր, հուզումնալից և միաժամանակ շատ կրակոտ։ Մենք խոսելու ենք 4 դիմակայությունների մասին և առաջինը քննարկելու ենք երեքշաբթի օրվա կայացած խաղերը, ապա քննարկելու ենք չորեքշաբթի տեղի ունեցած երկու խաղերը։ Եկեք սկսենք միանգամից առանց ձեր ժամանակը շարաշահելու, իսկ դրա համար իհարկե մենք պետք է օգտվենք կախարդական հեռախոսից, որը իմ ձեռքում է, և առաջին հակամարտությունը, որի մասին ես ցանկանում եմ խոսել, Լիվերպուլ Պարիս Սեն-Ժերմեն հանդիպումն է։ Այստեղ առաջին խաղում Պարիս Սեն-Ժերմենը սեփական արկի տակ հաղթել էր 2-0 հաշվով, և ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այդ խաղից հետո ես համոզված էի, որ Պարիս Սեն-Ժերմենը անցնելու է և ամեն ինչ վճռվել է արդեն։ Իրականում այդ խաղում Պարիս Սեն-Ժերմենը կարող էր ավելի խոշոր հաշվով հաղթել, բայց այս խաղը իրականում հետաքրքիր ստացվեց, եղան որոշակի դրվագներ, որոնք նաև կքննարկենք անպայման, բայց եկեք խոսենք խաղի մասին։ Մեկնարկային րոպեներին Պարիս Սեն-Ժերմենը ավելի ակտիվ սկսեց, Լիվերպուլը փորձում էր դիմակայել, հետաքրքիր խաղային տակտիկա էր ընտրել Սլոտը, 4-2-2-2, այսպիսի տակտիկական սխեմա։ Առաջին խաղում, եթե կհիշեք, 5 պաշտպանով էր խաղում Սլոտը, բայց էլի լոգիկան գրեթե գալիս էր նույն մարտավարությանը 2 արձակվողով, բայց այս խաղում ավելի հետաքրքիր տարբերակ էր ընտրել, Իսակն էր մեկնարկային կազմում Էկիտիկեի ետկենտրոնում և փորձում էր ընդհանուր առմամբ առանց եզրերի Լիվերպուլը երկրորդ հարկի միջոցով, կոմպակտ պաշտպանվելով և օդային փոխանցումների միջոցով այս խաղում արդյունք ապահովել։ Պարիս Սեն-Ժերմենը ոչինչ չէր փոխել անցած խաղից, դուրս էր եկել մեկնարկային կազմով նույն ու խաղում էր այն ֆուտբոլը, որը սովոր ենք դիտել Պարիս Սեն-Ժերմենից։ Առաջին խաղակեսում իհարկե ավելի լավ տպավորություն թողեց Պարիս Սեն-Ժերմենը, Դեմբելեն ուներ 2 հրաշալի հնարավորություն հաշիվը բացելու, սակայն չբացեց, դրվագներից մեկում ուղղակի շատ անհավանական վրիպում թույլ տվեց Ուսման Դեմբելեն։ Առաջին խաղակեսում եղավ չարաբաստիկ վնասվածք, Էկիտիկեն շատ ծանր վնասված ստացավ և նա բաց է թողելու արդեն աշխարհի առաջնությունը և ընդհանրապես 9 ամիս բաց է թողելու, շատ ցավալի էր սա, և նրա փոխարեն խաղադաշտում հայտնվեց Սալահը, որը իրականում շատ լավ տպավորություն թողեց և արդեն իսկ առաջին հպումով ստեղծեց առաջին խաղակեսում Լիվերպուլի ամենավտանգավոր պահը, որից հետո Կոնատեն թույլ դիպավ գլխով գնդակին, բայց դրանից հետո Գրավենբերխը ավելացրեց, ֆանտաստիկ սեյվ կատարեց Սաֆոնովը և դրանից հետո հիասքանչ խաղաց Մարկինյոսը, կարծես թե Մաքալիստերի հարվածը, եթե չեմ սխալվում, հեռացնելուց հետո։ Առաջին խաղակեսում ընդհանուր առմամբ Պարիս Սեն-Ժերմենը ավելի լավ տեսք ուներ, քան Լիվերպուլը, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հավասար պայքար էր ընթանում։ Նշենք, որ առաջին խաղակեսում նաև Պարիս Սեն-Ժերմենը լուրջ կորուստ ունեցավ, վնասված ստացավ Նունո Մենդեշը, որի վնասվածքի լրջությունը դեռևս պարզ չէ։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը միանգամից կրկնակի փոխարինումներով Լիվերպուլի կողմից, Գոմեսը հայտնվեց Ֆրիպոգի փոխարեն և Գակպոն հայտնվեց Իսակի փոխարեն, ինչպես Իսակը, այնպես էլ Գակպոն ոչնչով աչքի չընկավ, այլ հակառակը, իմ կարծիքով, խանգարում էր թիմին, երբեմն այնպիսի գործողություններով էր աչքի ընկնում, որ ուղղակի զարմացնում էր։ Խաղի 52-րդ րոպեին ևս մեկ վնասվածք եղավ, վնասված ստացավ Բարկոլան, վնասված ստացավ Դուեն և նրա փոխարեն խաղադաշտում հայտնվեց Բարկոլան, բայց Դուեի վնասվածքը լուրջ չէ և Դուեի հետ ամեն ինչ կարգին է։ Խաղի 67-րդ րոպեին Գոմեսի փոխարեն հայտնվեց Նգու Մոհան։ Ես այդ սկանդալային դրվագների մասին, որոնք դուք սպասում եք, կխոսեմ վերջում, որովհետև այնտեղ մեկը եղել է առաջին խաղակեսում, մեկը երկրորդ խաղակեսում, բայց դրա մասին կխոսեմ վերջում, սկզբից ցանկանում եմ խոսել խաղի մասին։ Երկրորդ խաղակեսում Լիվերպուլը շատ մեծ առավելություն ուներ, ճնշում էր Պարիս Սեն-Ժերմենին, քաոտիկ ֆուտբոլ առաջարկեց, որտեղ Պարիս Սեն-Ժերմենը միայն մտածում էր պաշտպանության մասին ու հակագրոհները ուղղակի չէին ստացվում։ Կամ ֆանտաստիկ էր խաղում Սաֆոնովը, կամ վերջին փոխանցումը չէր երիքում Լիվերպուլին, կամ Պարիս Սեն-Ժերմենի պաշտպաններն էին շատ լավ խաղում և կարողանում էին անառիկ պահել դարպասը։ Ի վերջո Պարիս Սեն-Ժերմենը կարողացավ հակագրոհել և Խվիչա Կվրացխելիայի փոխանցումից հետո
շատ գեղեցիկ գոլ խփեց Ոսման Դեմբելեն եւ նորից ցույց տվեց կարծես թե իր վարպետությունը եւ նորից ասաց, որ ինքը կարեւորագույն եւ մեծ խաղերի ֆուտբոլիստ է եւ իզուր չի, որ անցած տարի ստացել է ոսկե գնդակը։ Այս գոլից հետո իհարկե իրավիճակը փոխվեց, այո, Լիվերպուլը նորից իներցիայի տակ փորձում էր գնալ առաջ, բայց այլևս չկար այն նույն սրությունը, չկային այն վտանգավոր պայերը, որը մինչև այդ բանն էին լինում։ Ի վերջո Պարիս Սեն-Ժերմենը նաև երկրորդ գոլը խփեց հակագրոհի ժամանակ Բարկոլայի փոխանցումից հետո Ոսման Դեմբելեն նաև դուբլի հեղինակ դարձավ եւ շատ կարեւորագույն հաղթանակով ապահովեց իր թիմի կիսաեզրափակում հայտնվելը։ Հիմա այդ երկու սկանդալային դրվագների մասին այս խաղում առաջի խաղակեսի խաղավերջում կարծես թե 45-րդ րոպեին հենց եղավ մի դրվագ, որտեղ Սալահը դուրս էր գալիս կարծես թե մեն-մենակ, բայց Պաչոն խախտեց կանոնները իմ կարծիքով, այնտեղ մեջքից հրեց, բայց այնտեղ համարվեց ուժային պայքար եւ այդ դրվագը իմ կարծիքով առնվազն պետք է դիտարկվեր։ Այո, պաշտպանները շատ մոտ էին մյուս երկու կանգնած Սալահին, բայց իմ կարծիքով պետք է դիտարկել այս դրվագը, բայց ընդհանրապես չդիտարկվեց, ընդհանրապես անգամ խախտում այդտեղ ոչ մի կերպ չուզեցին տեսնել, որպեսզի անգամ դիտարկեն այդ դրվագը, բայց իմ կարծիքով պետք է դիտարկել եւ շատ լուրջ դիտարկման առիթ կար, որովհետեւ շատ բարդ դրվագ էր։ Ես չեմ ասում, որ դա հաստատ կարմիր քարտ էր, որովհետեւ ես ընդհանրապես համոզված չեմ, որովհետեւ պաշտպանները շատ մոտ էին գտնվում, բայց առնվազն պետք է քննարկվեր եւ մի քանի ռակուրսներ դիտելուց հետո կարելի է հստակ ասել, դա կարմիր քարտ է, թե ամեն դեպքում դա խախտում էր եւ դեղին քարտ է։ Ամեն դեպքում այդ խախտումը ընդհանրապես չնկատվեց։ Եվ երկրորդ խաղակեսում Մաքալիստերի դեմ նշանակվեց 11 մետրանոց 0-0-ի ժամանակ, մինչև Դեմբելեի առաջին գոլը, եւ այդ դրվագում ակնհայտ Պաչոյի կողմից հպում կար Մաքալիստերի ոտքին։ Այս դրվագը արդեն ավելի մի քիչ հասկանալի է, որովհետեւ այստեղ հպումը շատ աննշան էր եւ միաժամանակ Մաքալիստերի ոտքը գտնվում էր օդում եւ կար տպավորություն, որ Մաքալիստերը երբ որ ոտքը իջեցնում էր, Պաչոն ինքնաբերաբար դիպավ ոտքին։ Գուցե այս դրվագը մրցավարը ճիշտ որոշում կայացրեց եւ վառով հանեց 11 մետրանոցը։ Թերևս այնպիսի իրավիճակ էր, որ անկեղծ ասած կար տպավորություն, որ եթե վառը չմիջամտեր, ոչ մեկը չէր ասի, որ դա 11 մետրանոց չէ։ Ամեն դեպքում այս երկու դրվագները ընդհանուր առմամբ իմ կարծիքով, եթե անգամ ազդեին դիմակայության վրա, մեկ է Պարիս Սեն-Ժերմենը ցույց տվեց, որ ավելի ուժեղ է եւ ընդհանուր առմամբ ավելի արժանի էր երկու խաղերի կտրվածքով, թերևս Լիվերպուլին պետք է արժանին մատուցել հատկապես Էնֆիլդյան խաղի համար ու երկրորդ խաղակեսի համար, որովհետեւ իրոք Լիվերպուլը արժանի պայքար ցույց տվեց ունենալով անգամ այդքան բազում խնդիրներ։ Այո, Լիվերպուլի սեզոնն ավարտված է, Լիվերպուլը կմնա առանց տիտղոսի, Լիվերպուլը կփորձի պայքարել միայն Չեմպիոնների լիգայի գոտում լինելու համար, եւ լավ է, որ 5-րդ հորիզոնականը եւս այդ հնարավորությունը տալու է եւ Լիվերպուլին ուրիշ խնդիր չի մնացել։ Ինչ վերաբերվում է Պարիս Սեն-Ժերմենին, Պարիս Սեն-Ժերմենը Լիգա 1-ում չեմ կարծում, թե խնդիրներ կունենա, բայց արդեն կիսաեզրափակում ծանր մրցակից է ունենալու եւ նրան սպասում են շատ թեժ եւ ֆուտբոլային ճոխ հանդիպումներ։ Եվ Պարիս Սեն-Ժերմենը անկեղծ այս երկու խաղերում ցույց տվեց, որ ինքը կարող է կատարյալ լինել յուրաքանչյուր խաղային պլանում։ Եթե անգամ չի ստացվում, անգամ նա խաղում է մեծ ճնշման տակ, նա կարող է լավ պաշտպանվել։ Սաֆոնովը ցույց տվեց, որ Դոննարումայի բացակայությունից հետո, երբ բոլորը նշում էին, որ ամեն ինչ պարզ է, Շևալեն ձախողվեց, Սաֆոնովը չունի այն մակարդակը, որ լինի Պարիս Սեն-Ժերմենի հիմնական դարպասապահ ու փրկի կարևոր պահերին, Սաֆոնովը փակեց բոլորի բերանը, ցույց տալով, որ նա կարող է փակել շատ կարևոր հարվածներ եւ կատարել հիասքանչ սեյվեր։ Նա այդպիսի խաղ անցկացրեց նաեւ, եթե կհիշեք, Չելսիի հետ խաղում։ Այսինքն այս խնդիրը, որից վախենում էին Պարիս Սեն-Ժերմենի երկրպագուները եւ թույլ կետ էին համարում Պարիս Սեն-Ժերմենի համար, փաստ է, որ Սաֆոնովը փակել է ու այս պահին Պարիս Սեն-Ժերմենը շատ մոտ է նորից հասնել այն մակարդակին, որը երկրպագուները սպասում են տեսնել Պարիս Սեն-Ժերմենից եւ նա քիչ-քիչ դառնում է այս առաջնության գլխավոր, այսպես ասած, հավակնորդներից մեկը։ Այո, Բավարիան գուցե հիմնական հավակնորդն է շարունակում մնալ, բայց կոնկրետ ինձ համար Պարիս Սեն-Ժերմենը ավելի վտանգավոր եւ ավելի բազմաֆունկցիոնալ թիմ է, քան նույն Բավարիան։ Տեսնենք ինչ կլինի իհարկե կիսաեզրափակում, բայց առաջին տպավորությունները այն են, որ մեզ ֆանտաստիկ կիսաեզրափակիչներ են սպասելու եւ Պարիս Սեն-Ժերմենը գուցե դառնա այն թիմը, որ Ռեալ Մադրիդից հետո կկարողանա երկրորդ տարին անընդմեջ դուրս գալ եզրափակիչ եւ գուցե նաեւ հաղթել։
Տեսնենք, թե ինչպես կստացվի Լիվերպուլի երկրպագուներին համբերություն, իսկ Paris Saint-Germain-ի մասին մենք դեռ շատ առիթներ կունենանք խոսելու։ Հաջորդ հանդիպումը, որի մասին խոսելու եմ, երևի ամենադրամատիկը ստացվեց եւ ամենասկանդալայինը ստացվեց ընդհանրապես եւ միաժամանակ երևի թե ամենաանհաջող մրցավարությամբ հանդիպումը ստացվեց։ Արդեն առաջին իսկ խաղում Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ մրցավարական սխալներ կային, բոլորս հիշում ենք այն ձեռքով գնդակ վերցնել է, իհարկե դա ինչպես ես նշեցի շատ մանկական իհարկե սխալ է, որը ընդհանրապես չի բխում մրցակից թիմի ճնշումից, բայց այդ օրենքով 100%-անոց դա 11 մետրանոց էր եւ այդ երկրորդ խաղն էլ ստացվեց շատ սկանդալային եւ այդ դրվագներին ես իհարկե կանդրադառնամ։ Եկեք սկսենք բայց խոսել ավելի շատ ֆուտբոլի մասին, որովհետեւ ֆուտբոլը շատ էր այս խաղում ու հատկապես շատ տպավորիչ էին Բարսելոնայի խաղի առաջին 25-ից մինչև 28 րոպեները։ Բարսելոնան արդեն առաջին 5 րոպեին կարող էր գոլ խփել Յամալի ջանքերով, բայց հիասքանչ խաղաց Մուսոն եւ խաղի արդեն 4-րդ րոպեին Լանգլեի խայտառակ սխալից հետո Ֆերրան Տորեսը հիասքանչ փոխանցում կատարեց Յամալին եւ Յամալը վարպետորեն բացեց խաղի հաշիվը։ Նշեմ, որ հետաքրքիր մեկնարկային կազմ էր ընտրել Ֆլիկը առանց այսպես ասած ձախ ֆինգերի, այնտեղ Ֆերմինն էր գործում, միաժամանակ դաշտում էր նաև Օլմոն, Պեդրին եւ Գավին, բոլորը սպասում էին Դե Յոնգին, բայց Գավին էր դաշտում եւ կենտրոնում արձակման գծում Ֆերրան Տորեսն էր։ Պաշտպանությունում այն տարբերակներն էր, որը սպասելի էր։ Ատլետիկոն գրեթե նույն կազմն էր մցրել, ուղղակի մեկ տարբերությամբ, որ Լանգլեն էր դաշտում, որովհետեւ Հանցկո մնացվածք ուներ, իսկ Պուբիլը որակած զրկված էր։ Այստեղ կարևոր է նաև Բայրոսի բացակայությունը, բայց դա արդեն վաղուցվա խնդիր է ու Ատլետիկոն քիչ-քիչ սովորում է առանց Բայրոսի խաղին, թերևս Բայրոսի լինելու դեպքում Ատլետիկոն ավելի ուժեղ է լինում։ Բայց Լանգլեի իհարկե ներկայությունը շատ խանգարեց եւ առաջին գոլի դրվագում էր Լանգլեն սխալ էր եւ Բարսելոնայի ճնշումը ահագնացող էր ուղղակի, ասել որ Ատլետիկոն վախում էր ֆուտբոլ խաղալ սուտ կլինի կամ երկրորդ համարով էր փորձում խաղալ պարզ է, որ երկրորդ համարով էր խաղում, բայց ասել որ ավտոբուս էր դրել եւ միայն պաշտպանվելու մասին էր մտածում, սուտ կլինի, Ատլետիկոն եւս գնդակով փորձում էր իր գրոները անել եւ ինքն էլ իրականում ունենում էր նորմալ պայեր, բայց Բարսելոնայի արագությունները, Բարսելոնայի պրեսինգը, Բարսելոնայի ճնշումը մեկնարկային այդ 25 րոպեներին ուղղակի սարսափելի էր, ինչի մասին նաեւ խաղից հետո խոսեց Դիեգո Սիմեոնը, նշելով, որ ինքը անգամ Մեսսի այն ժամանակվա այն ուժեղ Բարսելոնայից չի տեսել այդպիսի արագություններ, ինչպես տեսավ այս խաղում, եւ նա չգիտեր ուղղակի ինչ անել։ Ի վերջո եկավ նաեւ երկրորդ գոլը, Օլմոյի հիասքանչ փոխանցումից հետո Ֆերրան Տորեսը սուր անկյունից հիասքանչ հաշիվը դարձրեց 2-0 եւ այս դրվագում նորից Լանգլեն սխալվեց, համ փակեց խաղից դուրսը, համ չկարողացավ պաշտպանվել Ֆերրան Տորեսի դեմ, ուղղակի որտեւ այդ արագություններին չէին հասցնում։ Հենց այս գոլից անմիջապես հետո շատ մոտ էր Բարսելոնան խփելու նաեւ երրորդ գոլը Յամալի շքեղագույն փոխանցումից հետո Յամալը ի դեպ հերթական ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, նաեւ հիասքանչ հանդիպում անցկացրեց Ֆերրան Տորեսը, ում անվերջ քննադատում էին, ես միշտ անվերջ պաշտպանում եմ այս ֆուտբոլիստին, բայց հիմա երկար չխոսեմ դրա մասին, Յամալի հիասքանչ փոխանցումից հետո Ֆերմինը հարվածեց, Մուսոն ֆանտաստիկ սեյվ կատարեց եւ դրանից հետո միայն բախում տեղի ունեցավ եւ Ֆերմինը արդեն որ գլխակապով էր խաղում, նաեւ քթի վնասված ստացավ, շատ ծանր կադր էր, լիքը արյուն կորցրեց, բայց տղամարդու պես 1 րոպե հետո վերադարձավ դաշտ եւ շարունակեց պայքարել իր թիմի համար եւ ընդհանուր առմամբ վատ հանդիպում չանցկացրեց։ Եվ ես այս դադարը իմ կարծիքով եւ այդ պահին մսխումը շատ կարեւոր դարձավ այս խաղում, որովհետեւ եթե դա գոլ լիներ, իմ կարծիքով Բարսելոնան շատ խոշոր հաշվով կհաղթեր այս դիմակայությունում։ Այստեղ չեմ ուզում ասել, որ դա 11 մետրանոց չէ, ուղղակի հաստատ կլինեն ինչ-որ մարդիկ, ովքեր պետք է լսեն, դրա համար ասում եմ, այստեղ 11 մետրանոց չի կարող լինել, որտեղ եղել է հարվածը, դարպասապահը փրկել է, ուղղակի բախվել են իրար։ Դա դժբախտ պատահար է, դա ընդհանրապես կապ չունի 11 մետրանոց հետ, ստիպված եմ լինելու այսպես բոլոր դրվագներին անդրադառնալ, որովհետև ինչ նամակ ասես ստացել եմ։ Եվ այս պահը շատ կարևոր դարձավ, որտեղ Բարսելոնը չկարողացավ խփել, իսկ Ատլետիկոն սեփական պատերի ներքո կարողացավ մի լավ գրո անցկացնել
հասկացնել։ Իդեպ այդ գրոհի ընթացքում գնդակը կորցրեց Պեդրին, Պեդրին ընդհանրապես Ատլետիկո Մադրիդյան 3-0 հիասքանչ հաղթանակից հետո ֆիզիկապես այլևս այն վիճակում չէ եւ զգացվում է նրա մոտ այդ խաղային ռիթմի բացակայությունը եւ խնդիրները, սա այն Պեդրին չէ, որին մենք ճանաչում ենք, ու դա իհարկե Բարսելոնայի համար խնդիր է։ Թերևս Բարսելոնան անգամ այսպիսի Պեդրիի վերսիայով հիասքանչ ֆուտբոլ էր խաղում։ Եվ Լուկմանը խփեց այդ գոլը 1-2, սրանից հետո Բարսելոնան նորից կարող էր 3-1 դարձնել, բայց Մուսոն շատ լավ խաղաց։ Ատլետիկոն ուներ նաև հնարավորություններ, բայց թիմերը երկրորդ խաղակեսին գնացին հենց այս հաշվով։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից Բարսելոնան շարունակեց ճնշումը, բայց համեմատաբար Ատլետիկոն ավելի լավ էր խաղում եւ այն ահագնացնող ճնշումը, որը կար խաղի սկզբնական 30 րոպեներին, այլևս չկար, ինչը կարևոր փաստ է։ Հետո եղավ, իդեպ շատ կարևոր մի բանի մասին մոռացա, այնտեղ Օլմոյի դրվագը եղավ առաջի խաղակեսում եւ կարող էր հաշիվը դառնալ 3-1, որտեղ Բարսելոնայի ֆուտբոլիստները 11 մետրանոց էին ուզում։ Անկեղծ ասած, երբ որ ես դիտում էի խաղը, իմ մոտ կար տպավորություն, որ դա 11 մետրանոց է, ավելի շատ, քան 11 մետրանոց չէ, որտեղ Լյորենտեն հետևից հրեց, բայց ես միշտ հետևում եմ Միեջի մրցավարական, ես ինքս օրենքները գիտեմ եւ ես առաջարկել եմ այն տարբերակը, թե ինչու այդ 11 մետրանոցը կարող էր չնշանակվել, բայց կա Միեջ մրցավարական, որին ես հետևում եմ, ու ինքը միշտ օրենքներով կետ առ կետ բացատրում է յուրաքանչյուր դրվագ, պրոֆեսիոնալ մրցավար է ու միշտ բացատրում է, թե արտասահմանցի է, իդեպ հայ չէ, միշտ բացատրում է, թե ինչի է դրվագում նշանակվեց, պիտի նշանակվեր, պիտի չնշանակվեր, սա կոպիտ սխալ էր, թե սա կոպիտ սխալ չէր, եւ հաշվի առնելով, որ այդ դրվագը վառը նայեց, այս դրվագը իհարկե ասել, որ 100%-անոց 11 մետրանոցը ճիշտ չէ, բայց ինձ համար դա գոնե 11 մետրանոցի ավելի նման է, բայց ինչպես է բացատրում այս մրցավարը այս դրվագը եւ ասում, որ սա 11 մետրանոց չէ։ Նա ասում է, որ այո, Լյորենտեն շարժում կատարեց ձեռքով դեպի Օլմոն, բայց Օլմոն չէր ընկնում այդ շարժումից հետո, Օլմոն ընկնում է միայն այն շարժումից հետո, որը անում է Կոկեն, իսկ Կոկեի շարժումը այնքան աննշան էր, որ այդտեղ ավելի շատ Օլմոն գնում է սիմուլյացիայի, քան այսպես ասած ընկնում է միայն այդ Կոկեի շարժումից հետո, որից հետո չի կարելի ընկնել, որովհետև դա աննշան հպում է եւ դա նմանվում է սիմուլյացիայի։ Դրա համար էլ մրցավարը չի նշանակել 11 մետրանոց եւ դա ճիշտ որոշում է։ Սա այն մրցավարն է, որի մասին ես նշում եմ։ Եթե ձեզ կհետաքրքրի ով է այդ էջը, ինչ վիդեոներ է տեղադրում ընդհանրապես, ես միշտ անաչառ տեսել եմ, որ ինքը դատում է բոլոր խաղերը եւ Բարսելոնայի եւ բոլոր թիմերի այդ կարծիքները արտահայտելիս, կարող եք ինձ գրել իմ Instagram-յան ալիքում Vagsport97, ես ձեզ կուղարկեմ այդ էջը, դուք ինքներդ կարող եք այդ տեսանյութերը դիտել, տեսանյութերը անգլերենով են։ Ես ամեն դեպքում ավելի շատ հակված եմ, որ եթե մրցավարը այս դրվագում 11 մետրանոց նշանակեր, դա սխալ չէր ընկալվի, որովհետեւ Լյորենտեի կողմից ակնհայտ հպում կար Օլմոին։ Ինչևէ, երկրորդ խաղակեսի մեկնարկում Բարսելոնան նորից ակտիվ էր, սակայն չուներ այն ճնշումը, որը ուներ առաջի խաղակեսի առաջին 25 րոպեներին, եւ եղավ գոլը Բարսելոնայի, Ֆերրան Տորեսը դուբլի հեղինակ դարձավ եւ այս դրվագում մարդիկ բողոքում են երկու բանից, թե ինչի նշանակվեց խաղից դուրս իրավիճակ, որը ես վստահորեն նշում եմ 100%-անոց ճիշտ որոշում էր, այստեղ ուղղակի քննարկելու բան չկա եւ քննարկում են ինչ որ ձեռքով խաղ, որը ընդհանրապես աբսուրդ է, որովհետեւ այդ դրվագում եթե անգամ գնդակը ձեռքին դիպավ, թերևս ես եթե անկեղծ եւ դիտում եմ տեսանյութը կրկնապատկերով, վիդեո կրկնապատկերով, դինամիկայի մեջ, այլ ոչ թե այն սարքած նկարներով, որոնք կարող եք տեսնել համացանցում, այդ դրվագում ես անգամ այդ ձեռքի հպումը չեմ տեսնում, բայց եթե անգամ կա այդ ձեռքի հպումը, գնդակը գալիս է ոտքից, այսինքն դա նշանակում է, որ չի կարող լինել 11 մետրանոց, որտեղ ձեռքը այդտեղ չի կատարում միտումնավոր շարժում, որպեսզի գնդակը այսպես ասած հեռացնի դեպի դարպասը գնացող գնդակը, այսինքն այստեղ ոչ կարող է լինել ձեռքով խաղ, իսկ խաղից դուրսը ակնհայտ է, հիմա բացատրեմ թե ինչու, որովհետև հարվածի ժամանակ չի կարող ֆուտբոլիստը այսպես ասած միտումնավոր փորձել հեռացնել գնդակը, եթե դա լիներ օրինակ, չգիտեմ, փոխանցում, ինչպես օրինակ 2021 թվականի բոլորս հիշում ենք այդ Իսպանիա-Ֆրանսիա խաղը, որտեղ Էրիկ Գարսիան միտումնավոր փորձեց հեռացնել գնդակը, բայց գնդակը ուղարկեց դեպի Կիլիան Մբապեն եւ Կիլիան Մբապեն գոլ խփեց, այս դեպքում կարելի է դա հաշվել, որ իրավիճակը փոխվել է, բայց այսպիսի դեպքում իրավիճակը չի փոխվում, այսինքն սա չի կարող լինել մաքուր գոլ, սա ակնհայտ խաղից դուրս իրավիճակ է, որովհետև Գավիի հարվածի ժամանակ Ֆերրան Տորեսը գտնվում է ակնհայտ խաղից դուրս իրավիճակում եւ այս գոլը ճշմարտացիորեն չեն հաշվել։ Խաղի 66-րդ րոպեին խաղադաշտ դուրս մտան Բայենան եւ Գոնսալեսը, համապատասխանաբար Սիմեոնեի եւ Լուկմանի
փոխարեն եւ սրանից հետո իրականում ակտիվացավ շատ Ատլետիկո, նաեւ այնտեղ Ֆերրան Տորեսին եւ Ֆերմինին փոխարինեցին Ռեշֆորդը ու Լևանդովսկին, որոնք երկուսն էլ շատ վատ տպավորություն թողեցին, հատկապես Ռեշֆորդը դրվագներից մեկում ուղղակի չբարձրացրեց գլուխը, որպեսզի նկատի շատ հարմար դիրքում կանգնած խաղընկերոջը եւ գլուխը ուղղակի, այսպես չգիտեմ, ուրիշ տեղ նայելով կորցրեց իրավիճակ ու արդեն երկու խաղերում են իմ կարծիքով Ռեշֆորդը հիմնական ձախ օղակներից մեկն էր Բարսելոնայի եւ սրանից հետո իրականում շատ ակտիվացավ Ատլետիկո Մադրիդը, այդ ընթացքում Գրիզմանի փոխարեն նաև Սորլոտը այդպես այն Գրիզմանի, որը ֆենոմենալ հանդիպում անցկացրեց բոլոր առումներով, Գրիզմանի գնդակի կասեցումները, փոխանցումները, Գրիզմանի խաղը կարդալը, ընդհանրապես Ատլետիկոյի գրոները ստեղծելը ուղղակի այս խաղում ֆենոմենալ էր։ Այո, Գրիզմանը մեկ սխալ կատարեց առաջի խաղակեսում, հետ փոխանցում, որից Բարսելոնան չօգտվեց, բայց ընդհանուր առմամբ Գրիզմանը գրեթե իդեալականին մոտ հանդիպում անցկացրեց։ Ես շատ եմ հավանել Գրիզմանի խաղը եւ չեմ կարող չնշել։ Ինչպես օրինակ Յամալն էր փայլում բոլոր առումներով Բարսելոնայի կազմում, Ֆերրան Տորեսն էր փայլում, Օլմոն էր շատ լավ ֆուտբոլ խաղում, Ֆերմինը շատ նվիրված ֆուտբոլ էր խաղում, այնպես էլ Ատլետիկոյում Լուկմանն էր շատ լավ խաղում, Գրիզմանն էր ֆանտաստիկ ֆուտբոլ խաղում, Ալվարեսն էր շատ նվիրված եւ լավ ֆուտբոլ խաղում, Սիմեոնեն էր ինչպես միշտ լավ ֆուտբոլ խաղում։ Եվ պետք է նշել այո, որ Բարսելոնան ուներ առավելություն եւ կար տպավորություն, որ Բարսելոնան մինչեւ այդ Ատլետիկոյի փոխարինումներն ու ակտիվացումը պետք է ի վերջո խփի այդ երրորդ գոլը եւ ամեն ինչ տանում էր նրան, որ պետք է լինի այդ քամբեքը։ Բայց կարծես թե այս թիմը անիծված է եւ այդ հանեցքը նորից գործեց այդ ճնշումը, որը Ատլետիկոն ապահովեց, եթե առաջի խաղում կարմիր քարտը եկավ ուղղակի ինչ որ մի պահի, որտեղ Ատլետիկոն մեկ պահ ուղղակի գրո կատարեց, ապա այստեղ ճնշումից եկավ այդ կարմիր քարտը, որտեղ Ատլետիկոն մինչեւ այդ բանը երկու հիասքանչ հնարավորություն ուներ եւ հնարավորություններից մեկի ժամանակ ֆանտաստիկ սեյվի հեղինակ դարձավ Ժոան Գարսիան։ Եվ այս ճնշումից էլ եկավ այն, որ Սորլոտը վաստակեց Էրիկ Գարսիայի համար կարմիր քարտ, որը ընկերներ ես ցավոք պետք է նշեմ Բարսելոնայի երկրպագուների համար նորից, դա 100%-անոց կարմիր քարտ էր։ Այստեղ կարելի է մեղադրել միայն Էրիկ Գարսիային, որը ուղղակի խախտեց կանոնները, որտեղ չհասցրեց Սորլոտի հետևից։ Սա կարմիր քարտ է եւ մրցավարի որոշումը ճիշտ է։ Անգամ 10 հոգով Բարսելոնան ինչ-որ փորձեր արեց, Գավիի փոխարեն խաղադաշտում հայտնվեց Դե Յոնգը եւ պետք է նշել, որ երկու եւս դրվագներ եղան, որոնք ես այդպես էլ հստակ կարծիք չունեմ այդ դրվագների հետ կապված։ Թերևս երկրորդի նկատմամբ ավելի հստակ կարծիք ունեմ, քան առաջինի, որտեղ առաջինի կրկնապատկերը ինձ համար մեկ կրկնապատկեր ցույց տվեցին եւ այդ կրկնապատկերում կար տպավորություն, որ գնդակը կամ գծի վրա է, կամ գծից դուրս է, հստակ չէր եղում եւ Ժոան Գարսիան վերցրեց գնդակը փոխանցման ժամանակ եւ այդ դրվագում եթե իհարկե դուրսն էր, վառով իհարկե կարծես թե նայեցին եւ երևի գծի վրա էր, որ ոչ մի բան տեղի չունեցավ եւ այս դրվագը եթե իհարկե գծի վրա չլներ, դա ուղիղ կարմիր քարտ է Ժոան Գարսիային։ Եվ եւս մեկ դրվագ էր, որ Դե Յոնգը ուղղակի ակնհայտ է, որ փոխանցում կատարեց Ժոան Գարսիային եւ Ժոան Գարսիան ձեռքով վերցրեց եւ ոչ թե վերցրեց, այդ ձեռքով դիպավ, հասկացավ, որ չի կարող վերցնել եւ այս դրվագում կարող էր լինել ազատ հարված, որը շատ վտանգավոր կլիներ եւ դա 10 հոգով մնացած Բարսելոնայի դեմ էր արդեն։ Այս դրվագը եւս հարցեր է առաջացնում, բայց կոնկրետ այս դրվագում ես կարծում եմ մրցավարը հաշվի առեց, որ այդ պայն շատ լարված իրավիճակ էր եւ Դե Յոնգի, այսպես ասած, անմեղ փոխանցումը որոշեց չհամարել փոխանցում, ինչը գուցե եւ ճիշտ որոշում էր, այլ ոչ թե սխալ, թերևս քննարկման ենթակա որոշում էր առնվազն։ Ընդհանուր առմամբ Տյուրպենը, որը շատ փորձառու մրցավար է, իմ կարծիքով ձախողեց խաղը, բայց ձախողեց ոչ թե այդ ամենամեծ պահերին, նա 100%-անոց, չգիտեմ, չնշանակեց 11 մետրանոց, 100%-անոց սխալ կարմիր քարտը։ Դպրից հիմա չի եղել։ Կարմիրն էլ ճիշտ եղել, Ֆերրան Տորեսի գոլներն են սխալ հաշվել, Օլմոյի դրվագը 100%-անոց 11 մետրանոց համարել չի կարելի, որտեղ այնտեղ շատ տարբեր ձևերով կարելի է մոտենալ այդ դրվագին, թերևս ինձ համար դա ավելի շատ 11 մետրանոց էր, քան 11 մետրանոց չէր, բայց ինչու՞մ է Տյուրպենի մրցավարական սխալները այս խաղում։ Տյուրպենը կորցրել էր խաղի թելը, նա չգիտեր երբ թույլ տար պայքար, երբ ցույց տար դեղին քարտ, երբ ցույց չտար դեղին քարտ, նա ընդհանրապես ուղղակի բավարարություն էր, որ դեղին քարտերը մոռացել է, երբ որ Ատլետիկոյի ֆուտբոլիստներն են խախտում կանոնները։
որտեվ ակնհայտ է, որ գոնե Լյորենտեն պետք է մեկդեղին քար ստանար այս խաղում, բայց այդպես էլ չստացավ, այնտեղ կարող են էլի ֆուտբոլիստներ ստանալ, որ չստացան, ու դա երկու կողմ էր իրականում, չէին նշանակվում ակնհայտ երևացող անկյունայիններ, չէին նշանակվում ակնհայտ կանոնների խախտումներ, հետո նշանակվում էին կանոնների խախտումներ, որոնք կանոնների խախտումներ չեն, այստեղ մրցավարը իր ղեկը կորցրեց, այլ ոչ թե ընդհանուր առմամբ մրցավարը շատ կոպտագույն սխալներ արեց, այսպես ասած, ինչպես օրինակ առաջի խաղում էր, առաջի խաղում օրինակ 100% էր, երբ որ Պուբիլը ձեռքով վերցրեց, դա ակնհայտ 11 մետրանոց էր ըստ օրենքի, բայց կոնկրետ այս խաղում այդպիսի ակնհայտ սխալ գոյություն չուներ, որքան էլ ցավում եմ, բայց Բարսելոնայի երկրպագուներին պետք է ասեմ ճշմարտությունը, որքան էլ նրանք արդեն այս խաղում տեսել են 7 կարմիր քարտ, 15-11 մետրանոց, 19 չհաշված գոլ ու այդպես շարունակ։ Իրականությունը իրականում մի քիչ այլ կողմ էր, մրցավարի սխալները մի քիչ ավելի մանրի մեջ էին, որոնք իհարկե ազդում էին խաղի վրա, բայց հիմնականում իմ կարծիքով այս խաղում Բարսելոնան չհաղթեց իր երիտասարդ թիմի պատճառով, բարձր բլոկի պատճառով, նորից այդ անիծված կարմիր քարտի պատճառով եւ իր պահերը չօգտագործելու պատճառով, որտեղ Բարսելոնան ստեղծեց ամեն ինչ, որպեսզի այս խաղում հաղթի, եկե նաեւ հաջողությունը չժպտաց Բարսելոնային եւ ժպտաց Ատլետիկո Մադրիդին։ Ի վերջո Բարսելոնան անգամ 10 հոգով փորձեր արեց խաղը փրկելու, լավ հնարավորություն ուներ Ռոնալդ Արաուխոն, որը դուրս մտավ որպես կենտրոնական հարցակվող կանսելոյի փոխարեն, բայց բարձր հարվածել եւ չօգտագործեց այդ։ Բայց թերևս ես մտածում եմ, եթե Բարսելոնան խփեր, հետագայում շատ դժվար է լինելու Ատլետիկոյի արգիտակ լրացուցիչ ժամանակում 10 հոգով այս դիմակայությունում հաղթել։ Ամեն ինչ կարծես թե վճռվեց հենց Էրիկ Գարսիայի կարմիր քարտի ժամանակ այս դիմակայությունում։ Ընդհանուր առմամբ իմ կարծիքով Բարսելոնան ցույց տվեց արժանի պայքար, որտեղ այս խաղից առաջ ֆավորիտ ակնհայտ դարձել էր Ատլետիկոն եւ շատ քչերն էին հավատում, որ Բարսելոնան կարող է քամբեք իրագործել, բայց Բարսելոնան շատ մոտ էր այդ քամբեքին, բայց Բարսելոնային նորից չբավարարեց ինչ-որ բան։ Հաջողությունը, այո, Չեմպիոնների լիգայում այս թիմի կողքին չէ եւ նրանք 11 տարի է ինչ չեն կարողանում Չեմպիոնների լիգայում հաղթել, ինչը շատ ցավալի է եւ ես անկեղծ ասած իմ տելեգրամյան ուղիղեթերում էլ նշեցի, որ եթե ես լինեի Բարսելոնայի երկրպագու, այս խաղից հետո հոնգուր կլացեի, որովհետեւ շատ ցավոտ հանդիպում էր սա բոլոր առումներով, որտեղ Բարսելոնան գուցե արժանի էր ավելին։ Ես չեմ ուզում նսեմացնել Ատլետիկո Մադրիդին իրականում, որովհետեւ Ատլետիկո Մադրիդն էլ արեց այն ինչ կարող էր եւ Դիեգո Սիմեոնեն դա նշեց, մենք հաղթել ենք այնպիսի Բարսելոնայի, որին ուրիշ ձև հնարավոր չէ խաղալ, մենք խաղում ենք այսպես եւ սա է մեր խաղաոճը, մենք ավելի լավ ենք օգտագործել մեր պայերը, քան Բարսելոնան եւ ով կարող է ասել, որ Դիեգո Սիմեոնեն դա սխալ է ասում, ես ընդհանրապես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, որ Ատլետիկոն ֆուտբոլ չի խաղում, իսկ ինչ էիք սպասում, Ատլետիկոն պետք է Բարսելոնայի հետ տիրեր 90% գնդակին, խաղար ամբողջ խաղը բարձր պրեսինգով ստեղծեր ավելի շատ պահեր, ակնհայտ է, որ այդպես չէր լինելու, ակնհայտ էր, որ Ատլետիկոն խաղալու էր երկրորդ համարով, ակնհայտ էր, որ Ատլետիկոն խաղալու էր հակագրոների վրա, ակնհայտ էր, որ Ատլետիկոյի այդ պրեսինգ փորձերը լինելու էին դրվագային, այլ ոչ թե ամբողջ խաղում, ակնհայտ էր, որ Ատլետիկոնի հույսը դնելու էր ավելի լավ ռեալիզացիայի վրա եւ սպասելու էր, որ մրցակիցը սխալվի եւ ինքը օգտվի այդ սխալներից։ Այս ամեն ինչը ակնհայտ էր, այսինքն այդ մեղադրանքները, որոնք ներկայացվում են, դրանք ճիշտ չեն։ Նորմալ է, ֆուտբոլում կան տարբեր խաղաոճեր, մեկը ավելի շատ է հարձակվում, մեկը ավելի շատ է պաշտպանվում եւ սա բնական բան է, որը վերջապես պետք է ընդունել։ Այո, սա շատ ցավոտ պարտություն էր, բայց կիսաեզրափակիչ գնում է Ատլետիկո Մադրիդը, որտեղ իհարկե մրցելու է Արսենալի հետ, այդ խաղի մասին մենք իհարկե կխոսենք հաջորդիվ։ Arsenal Sporting 0-0 դժգույնագույն հանդիպում։ Իրականում այս հանդիպման մասին գտնել բառեր եւ խոսել մի քիչ բարդ է, որովհետեւ Arsenal-ը իր նորագույն պրագմատիզմով ոչ թողեց Sporting-ը խաղա այս խաղում, ոչ ինքը նորմալ ֆուտբոլ խաղաց։ Իհարկե Arsenal-ը ավելի ակտիվ էր երկու խաղակեսերում, Arsenal-ը համեմատաբար ավելի շատ պայեր էր ստեղծում, հատկապես երկրորդ խաղակեսում կարելի է հիշել Մադուեկեի եւ Ժեզուսի դրվագները, ուղղակի այնքան բան չէր կատարվում այս խաղում, այնքան տխուր իրավիճակ էր, ընդամենը 2 դիպուկ հարված ամբողջ խաղի ընթացքում, անհետաքրքիր պայքար, ֆիզիկական պայքար, գրեթե առանց լուրջ միջամտությունների, դարպասապանների, չգիտեմ, առանց սուր պահերի, շատ անհետաքրքիր հանդիպում բոլոր առումներով, որտեղ առաջի խաղակեսում Arsenal-ը
ավելի ակտիվ էր համեմատաբար, բայց չկարողացավ ինչ-որ եսիմինչ ստեղծել, երկրորդ խաղակեսում նորից ակտիվ էր, բայց արդեն նաև ակտիվ էր Սպորտինգը եւ ունեցավ այնտեղ իր միակ դիպուկ հարվածը երկրորդ խաղակեսում, որը վտանգավոր ստացվեց եւ ընդհանուր այս դիմակայությունում երկու խաղերում էլ չարաբաստիկ անհետաքրքիր սցենարներով դուրս է գալիս Արսենալը հաջորդ փուլ, ընդհանուր 1-0 հաշվով հաղթելով այս դիմակայությունում։ Արսենալը իհարկե հիմա պետք է մտածի ԱՊԼ-ում Մանչեսթեր Սիթիի խաղի մասին, որովհետև Արտետային կսպանեն, եթե նա հանկարծ չհաղթի ԱՊԼ-ն, իսկ Չեմպիոնների լիգայում մրցակիցը Ատլետիկո Մադրիդն է լինելու, որտեղ արդեն անցյալում հայտնի պրագմատիզմը միանալու է նորագույն պրագմատիզմին եւ մենք դիտելու ենք գուցե ֆուտբոլի պատմության ամենաանհետաքրքիր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերը, թերևս հուսանք, որ Արսենալ Ատլետիկո Մադրիդ խաղերը կզարմացնեն եւ չեն լինի այնքան անհետաքրքիր, ինչքան Արսենալ Սպորտինգ խաղն էր։ Այս խաղը իրականում այնքան անհետաքրքիր ու անիմաստ է այս խաղի մասին բառեր գտնել ու խոսել, որ ես իրոք չգիտեմ ինչ խոսել այս հանդիպման մասին։ Միայն կարող եմ ասել, որ Սպորտինգին համբերություն, որովհետև նա երկու խաղ փորձեց ֆուտբոլ խաղալ, բայց երկու խաղում էլ Արսենալը չթողեց, որ նա ֆուտբոլ խաղա։ Թերևս Սպորտինգը սեփական արգիտակուն էր, լավ պահեր, ինչը չեմ ասի այս խաղի հետ կապված, իսկ Արսենալը իր այս հակաֆուտբոլով, այս հարամբոլով, որը իրականում Չեմպիոնների լիգայում ոչ բոլոր խաղերում է եղել այդ հարամբոլը, որտեղ Չեմպիոնների լիգայում նաև լավ խաղեր է շատ ունեցել Արսենալը, դուրս է գալիս կիսաեզրափակիչ եւ հուսանք, որ Ատլետիկո Մադրիդի հետ խաղը կլինի հետաքրքիր, իսկ ես իրոք այլևս ոչ մի բան ավելացնելու չունեմ այս խաղի հետ կապված, անցնենք վերջին դիմակայության։ Վերջում խոսենք Բավարիա Ռեալ Մադրիդի մասին, որտեղ ֆանտաստիկ դիմակայություն ստացվեց եւ Ռեալ Մադրիդը իրականում խաղի ընթացքում հույս տվեց իր երկրպագուներին, որ կարող է քամբեք լինել, թերևս շանսերը առաջին խաղի պարտությունից հետո շատ քիչ էին եւ այս Բավարիայի հետ խաղում սպասելիքները իրականում շատ քիչ էին, այո, այն նվիրալ երկրպագուները Ռեալ Մադրիդի հոգու խորքում հավատում էին, որ Ռեալը կարող է ռեմոնտադա իրականացնել եւ իրականում խաղի ընթացքում կային այդ հույսերը, որ Ռեալը կարող է դա անել, բայց դա չստացվեց։ Եվ սկսենք ամենասկզբից, խաղի հենց առաջին իսկ րոպեին հիասքանչ սկսեց ամեն ինչ Ռեալ Մադրիդի համար, որովհետեւ Նոյերը նվիրեց գնդակը Գյուլերին եւ Գյուլերը վարպետորեն շատ գեղեցիկ հարվածով գրավեց Բավարիայի դարպասը հաշիվը բացելով եւ ընդհանուր դիմակայությունում իհարկե հաշիվը հավասարեցնելով։ Սրանից անցավ ընդամենը 5 րոպե, անկյունային հարված, Բավարիան իհարկե ավելի լավն էր գնդակով, ավելի լավ էր շարժում, ավելի հասկանալի, այսպես ասած ֆուտբոլ էր խաղում, իսկ Ռեալ Մադրիդը այդ գոլից հետո ուղղակի սպասում էր, թե ինչ կառաջարկի Բավարիան։ Եղավ անկյունային հարված, որի ժամանակ շատ անհաջող գործեց Լունինը եւ շատ անհաջող գործեց Ալեքսանդր Արնոլդը, ինչի արդյունքում Պավլովիչը օգտվեց եւ հաշիվը հավասարեցրեց։ Սրանից հետո ավելի լավ էր խաղում նորից Բավարիան, ավելի շատ էր գնդակով, Ռեալը հիմնականում պաշտպանվում էր եւ փորձում էր կարճել ինչ-որ դրվագներից, հնարավորության դեպքում ունենալ հակագրոններ։ Եվ այնպես ստացվեց, որ տուգանային հարված վաստակեց Ռեալ Մադրիդը, որը գուցե չկար, որովհետև այն կրկնապատկերը, որը մեզ ցույց տվեցին, այդ կրկնապատկերում ըստ իս չկար կանոնների խախտում, բայց ուրիշ կրկնապատկեր ցույց չտվեցին, բայց ամեն դեպքում ես հակված եմ, որ այնտեղ կանոնների խախտում չկար։ Թերևս պետք է վարպետություն ունենալ, որպեսզի Մանուել Նոյերին այդպիսի հարվածով գոլ խփեց, ինչը արեց Գյուլերը ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 2 եւ Ռեալ Մադրիդը նորից հաշիվը հավասարեցրեց ընդհանուր դիմակայությունում։ Բայց սա էլ երկար չտևեց, նորից Բավարիան ճնշում գործադրեց եւ Ուպամեկանոյի փոխանցումից հետո Հարի Քեյնը նորից իր խոսքը ասաց, գրավեց դարպաս, այստեղ նորից Արնոլդի, եթե անկեղծ սխալներ իմ կարծիքով, որովհետև դիրքային սխալ թույլ տվեց եւ Քեյնը հիասքանչ օգտվեց այդ առիթից եւ կարողացավ հաշիվը դարձնել 2-2։ Այս 2-2-ից հետո Ռեալը մեկ հնարավորություն ունեցավ, բայց չկարողացավ գոլ խփել։ Այնտեղ իրականում սուր փոխանցումներ շատ էին գնում դեպի Կիլիան Մբապեն, բայց Կիլիան Մբապեն դրանք այսպես ասած փչացնում էր առաջի խաղակեսում, բայց առաջի խաղակեսի վերջնամասում ի վերջո Վինիսիուսի հիասքանչ անցումից եւ փոխանցումից հետո Կիլիան Մբապեն վերջապես խփեց գոլ եւ հաշիվը դարձրեց 3-3 եւ Ռեալ Մադրիդը առաջի խաղակեսի
գնաց շատ ուրախ տրամադրությամբ, որովհետև հաշվի մեջ առաջ էր, ուղղակի ֆանտաստիկ առաջի խաղակետ ստացվեց, որտեղ խաղային առումով ավելի լավն էր գնդակով, իր գրոներով, ամեն ինչով Բավարիան, բայց ավելի այդ քաոտիկ ֆուտբոլում Ռեալը ավելի հիասքանչ էր օգտագործում իր հնարավորությունները, ինչը նման է սովորաբար այն Ռեալին, որը հաջողություններ է ունեցել Չեմպիոնների լիգայում։ Մի անգամի նշեմ, որ շատ հետաքրքիր մեկնարկային կազմ էր ընտրել Ռեալ Մադրիդը, ինչի մասին ես սկզբից մոռացա նշել, ինչը ես սպասում էի այդպիսի մեկնարկային կազմում 3-4 օր առաջ այդ տարբերակը քննարկում էի Լոս Բլանկոսի, Մհերի ու Էմիլի հետ, որովհետև կար տպավորություն, որ Ռեալին պետք են երկու այնպիսի եզրային կիսապաշտպաններ, որոնք եւ կկարողանան ամբողջ խաղը վազել, տանջվել եւ սրություն կմտան հարձակման գծին եւ կպաշտպանվեն։ Ու այս ամեն ինչի արանքում պետք է լինի Վալվերդեն հենակետային կիսապաշտպան, իսկ Արդա Գյուլերը այն կիսապաշտպանը, որը կփորձի խաղը կառուցել եւ միաժամանակ աշխատանք կատարել դաշտի կենտրոնում, ինչը հենց այդպիսի մեկնարկային կազմ են ընտրել պաշտպանությունը ակնհայտ է վերադարձել էր Մենդին, որը այս խաղում 90 րոպեներում այդպես է նրան ոչ մեկ շրջանցեց, այո, ինչ որ մարդիկ գուցե գիտեն, որ եթե հարձակվողը կենտրոն է շարժվում, դա շրջանցել է, բայց դա շրջանցել չէ, երբ որ եզրային պաշտպանից դու թեքվում ես դեպի կենտրոն, այդտեղ եզրային պաշտպանը ուղղակի մեղավոր չի, այդտեղ պետք է արդեն հսկեն հենակետային կիսապաշտպանները կամ կենտրոնական պաշտպանները, այլ ոչ թե եզրային պաշտպանը, որը պատասխանատու է իր եզրի համար, որտեղ այդպես էլ Մենդիին ոչ մեկ չշրջանցեց այս խաղում։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը եւ իրականում շատ կարեւոր փոփոխություն արեց կոմպանին, միանգամից Տանեսիչի փոխարեն խաղադաշտ մտցրեց Դեվիսին, սա իհարկե շատ կարեւոր որոշում էր, որտեղ Բավարիայի ճնշումը իհարկե գրոնները շատ են եւ հիմնականում Ռեալը պաշտպանվում էր, ու հենց այս եզրում Դեվիսին եւ Դիասին ունենալով արդեն դժվարացավ Բրայմի գործը, որովհետեւ Բրայմի համար բարդ էր իրականում պայքարել միաժամանակ եւ Դիասի հետ եւ այնտեղ միացող մյուս ֆուտբոլիստների հետ, որտեղ գնաբրիներ սովորաբար երբեմն հայտնվում եւ միաժամանակ այնտեղ ավելացավ արագաշարժ եւ հարձակվական մեծ ներուժ ունեցող Դեվիսը։ Բայց այստեղ դեռևս Արբելոան չշտապեց, Արբելոան սպասեց մի որոշ ժամանակ, այնտեղ երբ որ արդեն գնաբրիի փոխարեն հատնվեց Մուսալան, այստեղ արդեն անհրաժեշտություն դարձավ Կամավինգային խաղադաշտ մտցնելը, որտեղ Կամավինգան մտավ հստակ առաջադրանքով, որ Վալվերդեն պետք է գնա աչեզեր, օգնի Արնոլդին, որպեսզի այնտեղ կարողանան Դեվիսին եւ Դիասին կասեցնեն այդ եզրում, իսկ արդեն Կամավինգան պետք է խաղա անհատական Մուսալայի հետ։ Կամավինգան ցավոք սրտի դարձավ այն ֆուտբոլիստը, որը պետք է այս խաղում ամեն ինչ աներ, որպեսզի Բավարիան հաղթեր։ Թերևս պետք է նշեմ, որ իհարկե Բավարիան ավելի հասուն ֆուտբոլ էր խաղում, Բավարիան ավելի համակարգային էր, դա ակնհայտ է, բոլորս գիտենք, որ սեզոնի կտրվածքով Բավարիան 2-3 անգամ ավելի լավ ֆուտբոլ է խաղացել, քան Ռեալ Մադրիդը, բայց հենց այսպիսի խաղերում է, որ դրանք երբեմն ոչ մի բան չեն նշանակում եւ թիմը կարող է օգտագործել իր պահեր եւ հաղթել։ Եվ Ռեալը իրականում ուներ պահեր երկրորդ խաղակեսում ավելի սուր ու վտանգավոր, որոնք կարող էր օգտագործել։ Կիլիան Մբապեն ուներ լավ հնարավորություն, բայց հարվածեց Նոյերի վրա։ Կար մի դրվագ, երբ 2-2-ի դեմ էր, բայց Կիլիան Մբապեն չգիտես ինչու որոշեց երկու հոգու շրջանցել եւ չնկատեց Վինիսիուսին։ Կար մի դրվագ, որտեղ Վինիսիուսը եզրից լավ մտավ, բայց շատ վատ հարված կատարեց։ Այո, ընդհանուր առմամբ Մբապեն գոլ խփեց, Վինիսիուսը գոլային փոխանցում կատարեց, բայց այս երկու ֆուտբոլիստները չեմ կասի, թե իրենց ամենալավ հանդիպումը անցկացրեցին եւ իմ կարծիքով իրականում կարող էին անել ավելին, հաշվի առնելով առաջի խաղում իրենց տոտալ ձախողումը։ Թերևս այստեղ իրենց չեմ ուզում մեղադրել, որտեղ խաղը այնպիսի սցենարով էր եթում, որ յուրաքանչյուր պահին կարող էր այդ գոլը լինել, բայց Կամավինգան նախ խաղի 78-րդ րոպեին դերին քար ստացավ։ Նշեմ, որ այդ ընթացքում Բավարիայի սուր գրոն հարվածները հիմնականում գալիս էին Օլիսեից, որը եզրում ոչինչ չէր կարողանում անել, բայց տեղափոխվում էր կենտրոն, լցնում էր կենտրոնը, հիմնականում կենտրոնից էր հարվածում եւ այդպիսի մի շատ լավ հարված ունեցավ, որը փրկեց Դոնինը, այնտեղ եւս մեկ դրվագ հիշում եմ Ուպամեկանոյի գլխով հարվածը, որտեղ Կամավինգան նորից չկարողացավ կասեցնել Ուպամեկանոյին, բայց Ուպամեկանոն բարձր հարվածեց այդ ստանդարտի ժամանակ։ Ինչևէ, Կամավինգան ստացավ առաջի տեղին քարտը սեփական սխալի պատճառով, որտեղ կորցրեց իր դիրքը եւ ստիպված էր խախտել, որպեսզի շատ վտանգավոր գրոչ լիներ, որտեղ Մուսալան արդեն առաջ էր պոկվել։ Հետո այնպեսի խաղ էր եթում, որ ամեն ինչ կարծես սցենարի մեջ էր, այո, Բավարիայի ճնշումը մեծ էր, բայց Ռեալը լավ պաշտպանվում էր եւ փորձում էր գտնել իր հակագրոները եւ խաղը կառուցել։
Ամեն ինչ տանում էր կարծես նրան, որ պետք է լինի լրացուցիչ ժամանակ, բայց Կամավինգան խախտում է կանոնները, այնտեղ դիրքային խախտում էր, իհարկե մրցավարը չի պատրաստվում դեղին քարտ տալ, բայց Կամավինգան որոշում է զբաղվել արկածախնդրությամբ եւ այդ արկածախնդրությունը ամբողջովին փչացնում է Ռեալի պլանները։ Այո, Ռեալի ֆուտբոլիստները ասում են, որ դա կարմիր չէր, Արբելոան բողոքում է, բոլորը բողոքում են, բայց սա սխալ է, որովհետև այս կարմիր քարտը արդարացի է։ Կամավինգան իրավունք չունի ունենալով դեղին քարտ վերցնել գնդակը եւ չտալ մրցակցին։ Մրցավարը կարող է շատ հանգիստ դրա համար տալ երկրորդ դեղինը, ինչը մրցավարը եւ ցույց տվեց այդ երկրորդ դեղինը եւ Կամավինգային ասեց հաջողություն։ Ու ճիշտ արեց, սա միակ Կամավինգայի պատասխանատվության տակ է, այստեղ ուղղակի հասկանում եմ Ռեալի ֆուտբոլիստի էմոցիաները, նրանք ձախողեցին ամբողջ առաջնությունը, նրանք նորից մնացին առանց տիտղոսի, Արբելոան հավանաբար կհեռանա, երբ որ ես նկարում եմ այս տեսանյութը, այնտեղ արդեն Մարիո Կորտագենան հայտնում է, որ մեծ հավակնությամբ նա հեռացվելու է այս վերջին ամիսը անցկացնելուց հետո Ռեալ Մադրիդում, որտեղ Լա Լիգայում ուղղակի պետք է ամեն ինչ անել, որպեսզի Կիլիան Մբապեն դառնա գլխավոր ռմբարկու, թերևս իմ կարծիքով դա Ռեալ Մադրիդի երկրպագուներին ամենաքիչն է հետաքրքրում նման անիծյալ ու անհաջող սեզոնից հետո։ Եվ այս կարմիր քարտից հետո արդեն հասկանում ենք հենակետային գոտին դատարկ էր մնացել, թիմում կա Մբապեն, որը ընդհանրապես գետը չի մասնակցում պաշտպանությանը, կա Վինիցիուսը, որոնց դերակատարումը պաշտպանությունում ուժեղ չէ, եւ Բավարիայի ճնշումը, որ արդեն կար ու մեծ էր ու Ռեալը դիմակայում էր դրան ինչքան կարա, արդեն շատ բարդ էր դիմակայել։ Այստեղ չկար ֆուտբոլիստ, որը կարող էր մտնել ու ինչ-որ բան փոխել, ուղղակի ժամանակն էլ չեղավ դա անելու, որովհետեւ մենք հասկանում ենք, եթե փոփոխության պետք է գնա Ռեալը, պետք է փոխարինվեր կամ Մբապեն կամ Վինիցիուսը, մտնել չգիտեմ ինչ-որ պաշտպան կամ փորձել գտնել ինչ-որ հենակետային կիսապաշտպանի, որը թիմում այդ բանը չկար, եւ փորձել ավտոբուս խաղալ եւ մեկ հոգի թողնել արժեվում, նկատակը դեր Մբապեն կամ Վինիցիուսը, այսինքն ուրիշ պլան չկար, բայց այնքան արագ տեղի ունեցավ այդ ամեն ինչը, որ փոփոխությունը ուղղակի չհասցրեց Ռեալը անել եւ նաեւ շատ վատ, այսպես ասած, անդրադարձ եղավ եւ 89-րդ րոպեին Մուսալայի փոխանցումից Լուիս Դիասը այդ կարողացավ հաշիվը դարձնել 3-2, ինչը նշանակում էր, որ Ռեալ Մադրիդը ուղղակի զոհվել է։ Սրանից դեպի պետք է ռիսկի գնալ, Ալեքսանդր Արնոլդի փոխարեն Պիտար չհայտնվեց, Գյուլերի փոխարեն Մասնանտոնոն հայտնվեց, Ռեալը փորձեց փրկել խաղը, ինչը իհարկե չստացվեց եւ հակագրոհի վրա Օլիսեն կարողացավ Արիքեյնի փոխանցումից հետո խփել նաեւ 4-րդ գոլը եւ այստեղ ես պետք է նշեմ, որ Մենդին մեղավոր չէր, այստեղ Մասնանտոնոն նա ցույց է տալիս, որ արի կենտրոն, ես եզրը կպայեմ, ես իմ եզրը կպայեմ, ինչ չի շրջանցի Օլիսեն, դու պետք է գաս կենտրոն, որ չթողես որ նա հարվածի, բայց շատ արագ կողմնորոշվեց Օլիսեն, Մասնանտոնոն չկողմնորոշվեց, այսպես ասած ռուսերեն ասած տրախովկա չարեց Մենդիին եւ Օլիսեն շքեղ գոլ խփեց, հաշիվը դարձրեց 4-3 եւ դիմակայությունը իհարկե ավարտված է։ Սրանից դեպի այլևս ոչինչ տեղի չունեցավ, ուղղակի Ռեալի ֆուտբոլիստները շատ ծանր տարան այս հանգամանքը, Արդա Գյուլերը ինչ որ խոսքեր ասաց եւ կարմիր քարտ ստացավ, ու ընդհանրապես ինձ համար անհասկանալի է Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստների վարքագիծը վերջին 2 տարում, նրանք մոռացել են ինչպես հաղթել, բայց գոնե պետք է հիշել ինչպես պարտվել։ Այո, Ռեալը այսօր վատը չէ, Ռեալը լավ խաղաց, շատ ցավալի է այսպիսի պարտություն, ես հասկանում եմ, որ ֆուտբոլիստները հոգեբանական շատ ծանր վիճակում են, որ երկրորդ տարին անընդմեջ տիտղոս չեն նվաճելու, բայց դուք խաղում եք մեծագույն ակումբում, դուք խաղում եք մի թիմում, որտեղ դուք պարտավոր եք պահել այս թիմի արժեքները, իսկ դուք երբեք մրցավարությունից չեք բողոքել, դուք երբեք պատասխանատվությունը ձեր ուսերից չեք գցել, դուք իմացել եք արժանապատիվ պարտվել, բայց դուք 2 տարի է մոռացել եք արժանապատիվ պարտվելու մասին։ Երբ դուք այսպիսի ինչ-որ կարևոր խաղում պարտվում եք, սկսում են ինչ-որ սկանդալներ, ֆուտբոլիստները հիստերիայի մեջ են ընկնում եւ ինչ-որ մեկը պարտադիր կարմիր քարտ է ստանում։ Սա առաջին դեպքը չէ։ Այսպես եղել է Չեմպիոնների լիգայի շատ խաղերում, այս վերջին 2 տարում այսպես եղել է Բարսելոնայի հետ գավաթային եզրափակչում ու այսպես լինում է շատ խաղերում ներկայիս Ռեալի հետ վերջին 2 տարում, ինչը իմ համար անընդունելի է։ Ես սկզբից խոսում էի որպես վերլուծող, բայց հիմա ես արդեն այս վերջին խոսքերը ասում եմ նաև որպես երկրպագու։ Այո, ինչը լինի, ես Ռեալ Մադրիդին իհարկե երկրպագելու եմ, Ռեալը ուզում է 20 տարի ոչինչ չախտի, բայց Ռեալ Մադրիդը պետք է սովորի պարտվել։ Երբ դու հաղթում ես, դա հեշտ է,
բայց երբ որ դու պարտվում ես եւ ծանր իրավիճակում ես, պետք է սովորես արժանապատիվ պարտվել եւ հուսում եմ, որ Ռեալի երկրպագուները դա հասկանում են։ Բավարիան ֆանտաստիկ համակարգ է, որը խաղային առումով իհարկե գերազանցում է Ռեալ Մադրիդին եւ արժանի է դուրս գալ հաջորդ փուլ, երկու խաղերում էլ ավելի լավ ֆուտբոլ խաղաց Բավարիան, ուղղակի Ռեալի անհատները եւ այդ քաոտիկ ֆուտբոլը այս խաղում հույս տվեցին, որ գուցե կարող է լինել քամբեք, բայց Կամավինգան այդ հույսը ուղղակի վերցրեց եւ երկու ձեռքով պատռեց եւ ցույց տվեց, որ այդ հույսը չի լինելու եւ դու արժանի չես, երբ որ մրցակիցը իրոք իր ֆուտբոլով ավելին է արժանի եւ իրոք մենք արժանի ենք դիտել կիսաեզրափակչում Բավարիա, Paris Saint-Germain, երկու ֆանտաստիկ համակարգերի դիմակայություն։ Ես ուզում եմ խոսել մի քիչ կոմպանիի մասին, որը ֆանտաստիկ թիմ է ստեղծել, բայց Paris Saint-Germain-ի հետ կարծում եմ շատ դժվար է իրեն լինելու, թերևս ես ծափահարություններս եմ ուղղում այդ մարզչին եւ իր թիմին, որը ֆանտաստիկ է։ Եվ Բավարիան արժանի էր այս ամեն ինչին եւ ուզում եմ խոսք խղել Ռեալի ֆաներին եւ Arbeloa-ի հետ կապված բոլոր այն մարդկանց, ովքեր չեն գնահատում այս մարդու գործը։ Arbeloa-ն այն մարդն էր, Arbeloa-ն այն կերպարն է, որը իրական մադրիդիստ է, ամբողջ կյանքը նա ապրել է հոգով, սրտով որպես Ռեալի երկրպագու, եղել է Ռեալի համակարգում իր ամբողջ կյանքում եւ այս մարդը, որը այսքան քաոսի մեջ, այսքան խնդիրների մեջ եկավ եւ իր վրա վերցրեց այսպիսի առելի մեծ պատասխանատվություն, որ ամբողջ կեղտը թափվի իր վրա, այլ ոչ թե իրական մեղավորների վրա, որոնք վերևում են, որոնք այո շատ բան են արել այս թիմի համար, շատ են օգնել այս Ռեալ Մադրիդին եւ այդ բացառիկ տիտղոսները հենց այդ մարդկանց շնորհիվ է, այսինքն խոսքը ղեկավարության մասին է իհարկե հասկանալի է, բայց սխալ սելեկցիան, սխալ մարզիչներին հանելը, սխալ մարզիչներ բերելը, ի վերջո այդ ամեն ինչի պատասխանը պետք է տար Ալվարո Arbeloa-ն, որը տալու է եւ մեծ հավակնությամբ այո նրան հեռացնելու են, ես դրա մասին նշեցի։ Ես ուզում եմ ուղղակի նշել, որպես Ռեալ Մադրիդի երկրպագու, ես Arbeloa-ին շատ եմ գնահատում եւ նա իր գլուխը պետք է վեր պայի, որովհետեւ նա իրական մադրիդիստ է։ Իսկ Ռեալի ֆաներին համբերություն, ցավոք սրտի Ռեալ Մադրիդը երկրորդ տարին անընդմեջ շատ մեծ հավակնությամբ չի նվաճի տիտղոս, եթե չլինի ինչ որ հրաշք Լա Լիգայում, իսկ այդ հրաշքին ես ընդհանրապես չեմ հավատում։ Իսկ ինձ մնում է միայն հիշեցնել, որ ընկերներ, դուք միանաք իմ YouTube-յան ալիքին, որտեղ մենք շատանում ենք անընդհատ եւ միացեք, որպեսզի բաց թողնեք իմ տեսանյութերը, ինձ կարող եք հետեւել նաեւ սոցիալական այլ հարթակներում, TikTok, Telegram, Instagram հարթակներում։ Լավ մնացեք, կհանդիպենք արդեն ակումբային ֆուտբոլի Top 5 լիգաների խաղերից հետո, որտեղ Լա Լիգան չի լինելու, այնտեղ լինելու է Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որին ես կանդրադառնամ եւ լինելու են իհարկե մյուս լիգաները եւ հատկապես մեզ սպասում է ֆանտաստիկ դիմակայություն Manchester City Arsenal։ Լավ կմնացեք, հանդիպենք այդ խաղերից հետո։